Եկեք հրաշալի ծափահարություններ բարձրացնենք թագավորների թագավորին։ Բարի գալուստ Աստծո տուն։ Մենք շաբաթ օրը ժամը 14-ին սկսում ենք ևս մեկ հանդիպում, որը հեռարձակվելու է երեքշաբթի օրը։ Թույլ տվեք հիշեցնել, որ դոկտոր Սուարեսը հանդիպումներ է անցկացնում Արգենտինայում եւ այնտեղ շատ հզոր օծություն է լինելու։ Հիմա ես կցանկանայի ձեզ հետ միասին ուսումնասիրել Աստծո խոսքը։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք սկսեցինք ուսումնասիրել Էմմաուս գնացող երկու աշակերտների մասին։ Մի շատ գեղեցիկ երգ կա, որ դոկտոր Սուարեսը երգում է, այն Էմմաուսի ճանապարհի երկու աշակերտների մասին է։ Ղուկաս 24:13 Եվ ահա նրանցից երկուսը միևնույն օրը մի գյուղ էին գնում, որ 60 ասպարեզ Երուսաղեմից հեռու էր։ Անունը Էմմաուս։ Էմմաուս նշանակում է տաք ջրեր։ Քանի որ մենք մեր կյանքում անցնում ենք որոշ դժվարությունների միջով, երբեմն մեզ անհրաժեշտ է գտնել մի տեղ, որտեղ կարող ենք զովանալ։ Հիսուսը նոր էր խաչվել, սակայն լուրեր էին պտտվում, որ նա այլևս գերեզմանում չէ, բայց նրանք չէին հավատում դրան։ Դա նման է մեզ, որովհետև հաճախ մենք էլ չենք կարողանում հավատալ Աստվածաշնչում գրված ամեն ինչին։ Գրված է այստեղ Ղուկաս 24:14 Եվ նրանք իրար հետ խոսում էին այն բոլոր անցած բաների մասին։ Եվ եղավ, որ նրանք խոսելիս եւ վիճաբանելիս, հենց ինքը Հիսուսը մոտեցավ եւ գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նրան։ Մենք Աստծո զավակներն ենք։ Մենք քայլում ենք նրա հետ, բայց մեր աչքերը կարծես փակված են, հատկապես երբ մենք բախվում ենք որոշակի դժվարությունների եւ չենք տեսնում Տիրոջը։ Մենք տեսնում ենք միայն մեր խնդիրները եւ վախենում ենք։ 4-րդ Թագավորաց 2:6-ից Եղիսե մարգարեի մասին է 14-րդ համարից կարդանք։ Եղիսե մարգարեն քայլեց Աստծո հետ, բայց նրան շրջապատեցին Սիրիայի թագավորի զինվորները։ Ինչու՞։ Սիրիայի թագավորը պատերազմական ծրագրեր էր մշակում Իսրայելի դեմ, իսկ Եղիսե մարգարեն աստվածային հայտնությամբ դրանք բացահայտում էր Իսրայելի թագավորին։ Ինչ է նշանակում աստվածային հայտնությունը։ Գիտության խոսքի պարգևը, որը նոր կտակարանում ներկայացվում է որպես Սուրբ Հոգու պարգև։ Նա Իսրայելի թագավորին ասում էր. «Զգույշ եղիր, որ այսինչ վայրով չանցնես, որովհետև սիրիացիները այնտեղ դարան են մտել»։ Սիրիայի թագավորը վրդովվեց եւ հավաքելով իր հրամանատարներին հարցրեց. «Ո՞վ է դավաճանը»։ Նրանցից մեկն ասաց. «Կա մի մարգարե, որն Իսրայելում է, եւ Իսրայելի թագավորին պատմում է այն խոսքերը, որ դու խոսում ես անգամ քո ննջասենյակում»։ Նա ասաց, որ Դոթայիմ քաղաքում է, եւ այնտեղ ձիեր եւ կառքեր եւ մեծ զորք ուղարկեց, որ սրանք գիշերը եկան եւ քաղաքը պաշարեցին։ 14:15 Եվ Աստծո մարդի ծառան, Եղիսեի ծառան, առավոտ անցկանող վեր կացավ եւ դուրս եկավ, եւ ահա զորքը պատել էր քաղաքը, նաեւ ձիերն ու կառքերը, եւ նրա ծառան ասաց նրան. «Վայ Տեր, ինչ անենք»։ Անկասկած Եղիսեի ծառան Աստծո մարդ էր, երիտասարդ, բայց Աստծո մարդ էր։ Նա Աստծո հետ կապված չէր Եղիսեի պես, ինչպես մենք էլ, երբ մենք որևէ բժշկական ախտորոշման ենք հանդիպում, բայց ասված եմ ինչու, բայց հիմա ինչ եմ անելու, մոռացել ենք, թե ով է Աստված։ Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Մենք երբևէ կորցնում ենք մեզ, երբ թշնամին հարձակվում է, երբեմն դա ախտորոշում է քո մասին, քո կողակցի, որդու կամ դստեր մասին։ Դե երբ դժվարության ես հանդիպում եւ լցված ես խուճապով, դու չպետք է այդպիսի խուճապ զգաս։ Ահա բարի լուրը։ 16 Նա էլ ասաց. «Մի վախենար, որովհետև մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները»։ Ես սովորաբար ասում եմ, որ այստեղ ծառան հավանաբար կարծել է, թե մարգարեն խելագարվել էր։ Նա ասում է. «Մեզ հետ եղողները շատ են, այստեղ ուրիշ ոչ ոք չկա»։ Մենք մոռանում ենք, որ պետք է քայլենք հավատքով եւ ոչ թե երևույթով։ Տեր Հիսուսը խոստացավ, հիմա ինքը տեսնեք էկրանի վրա, Մատթեոս 28:20, «Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև երբ աշխարհի վերջը»։
նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Եբրայեցիների 13:5-ում կա մի խոսք, որ Տերն ասեց Մովսեսին, Եբրայեցիս 13:5, վարքն առանց արծաթասիրության լինի, բավական համարեցեք այն, որ ձեռքներումդ ունեք, որովհետև ինքն ասաց, չեմ թողնի քեզ եւ երեսից չեմ ձգի, ձեզ չեմ թողնի, բայց մենք մոռանում ենք սա, եւ երբ մենք բախվում ենք խնդրի, կարծում ենք, որ այն անլուծելի է։ 4-րդ Թագավորաց 6:17 Եվ Եղիսեն աղոթ կարավ եւ ասաց. ով Տեր, բաց նրա աչքերը, որ տեսնե, եւ Տերը բացավ ծառայի աչքերը, եւ նա տեսավ, եւ ահա Սարը լիքներ հրեղեն ձիերով եւ կառքերով Եղիսեի շուրջը։ Մեկնաբանները սա անվանում են բաց տեսիլք։ Ինչ է սա։ Աստված տեսիլք է տալիս հոգևոր աշխարհում։ Դուք կարող եք խնդրել, որ Աստված ձեզ տեսիլք տա, բայց դա Աստծո որոշումն է։ Նա տեսնում է կարիքը եւ ըստ այդմ որոշում է կայացնում։ Նոր կտակարանում Սուրբ Հոգին Պողոս առաքյալին օգտագործեց ասելու մի խոսք, որն աղոթք է։ Ում համար է նա աղոթում։ Մեզ համար։ Դա գրված է Եփեսացիս 1:16-ում։ Չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց, ձեզ իմ աղոթքներումը հիշելով։ Ուշադրություն դարձրեք հիմա 17, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունովը 18, որ ձեր սրտերի աչքերը լուսավորելով գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը եւ ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում։ Ահա, Աստված, խնդրում եմ լուսավորիր իմ հասկացողության աչքերը, ես չեմ կարողանում տեսնել, ես չափազանց վախեցած եմ թշնամու հարձակումից, ես չեմ կարող տեսնել հոգևոր աշխարհում, ես չեմ կարող հավատքով քայլել, ես չեմ կարողանում տեսնել այն, ինչ Աստված է ասում, ես տեսնում եմ միայն այն, ինչ իմ աչքերի առջև է, եւ չեմ կարող տեսնել այն, ինչ կա հոգևոր աշխարհում։ Խնդրում եմ, պատասխանիր իմ աղոթքներին։ Դա մի համոզմունք է, որ Աստված կօգնի քեզ զգալ քո հոգում, Աստծո ներկայության մեջ, Աստծո համոզմամբ։ Ես քեզ կարող էի պատմել Աստծո հետ ունեցած իմ փորձառությունների մասին, բայց ուզում եմ, որ դու ունենաս քո սեփական փորձառությունն Աստծո հետ։ Սովորիր, թե ինչպես խնդրել սա. Աստված, ես ուզում եմ տեսնել քեզ։ Դա այն չէ, երբ տեսնում ես Աստծուն որպես սպիտակ հագուստով մի մարդ, կամ չգիտեմ այլ գույնի։ Ոչ, դու պարզապես զգում ես Աստծո ներկայությունը քո հոգում։ Հիշում եք, ես ձեզ պատմեցի մորս մասին։ Նա վստահ էր, որ Աստված ներկա էր իր կողքին։ Իսկ ինչու՞, որովհետև ես աղոթում էի նրա համար։ Եվ երբ մանիտորի վրա ազդանշանը դադարեց, ես խուճապի չմատնվեցի։ Ես զանգահարեցի բուժքրոջը եւ ասացի, կարծում եմ նա մահացել է։ Եվ բուժքույրը հաստատեց, որ նա մահացել է։ Մենք եղբայրների հետ աղոթեցինք եւ շնորհակալություն հայտնեցինք։ Պետք է համոզված լինենք, որ Աստված մեզ հետ է մինչև կյանքի վերջին պահը։ Ղուկաս 24:17 Եվ նրանց ասեց. այդ ինչ բաներ են, որ դրանց համար իրար հետ վիճում եք գնալիս։ Եվ պատասխանեց նրանցից մեկը, անունը Կղեոպաս, եւ ասաց նրան. դու ես միայն բնակվում Երուսաղեմում, որ չիմացար այն բաները, որ այս օրերը եղան նրանում։ Եվ նա ասեց նրանց. որ բաները։ Եվ նրանք ասացին. Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով Աստծո եւ բոլոր ժողովրդի առաջին։ Ափսոս մի ժամանակ դա այդպես էր։ Հիմա ոչ, երբ ես երիտասարդ էի, ասաց Պողոսը, նույնն ասաց Դավիթը իր սաղմոսներից մեկում։ Ես նույնպես կարող եմ նույնը ասել։ Ես մի ժամանակ երիտասարդ էի, բայց ժամանակն անցնում է։ Իրականում ես 65 տարեկան եմ եւ կդառնամ 66։ Չեմ կարող խոսել որպես երիտասարդ։
Ղուկաս 24:19 Եվ նա ասեց նրանց, որ բաները, և նրանք ասացին, Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով Աստծո և բոլոր ժողովրդի առաջին։ Մահի դատաստանի մատնեցին նրան և խաչեցին նրան, իսկ մենք հույս ունեինք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր։ Եվ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան, ուշադրություն, բայց մի քանի կանայք էլ մեր միջիցը զարմացրին մեզ, որ առավոտ անց կանուխ գնացին գերեզմանը և նրա մարմինը չգտան, եկան և ասացին, թե հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թե նա կենդանի է, և մեզանից ոմանք գնացին գերեզմանը և իսկ այնպես գտան, ինչպես կանայք ասեցին, բայց նրան չտեսան։ Ուշադրություն, և նա ասեց նրանց, ով անմիտներ և թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին։ Սա մեր մասին է, մենք գիտենք Աստծո խոսքը, բայց չենք կարողանում հավատալ դրան։ Գուցե կարիք կա փոխելու մեր աղոթքների ձևը, ինչպես պետք է աղոթենք։ Մարկոս 9:21-23 եկեք կարդանք։ Եվ շատ անգամ էլ կրակի մեջ գցեց և ջրի մեջ, որ դրան կորցնե, սակայն եթե մի բան կարող ես, օգնիր մեզ գթալով մեզ վրա։ Սկզբում այդ հոր մեջ կարելի էր տեսնել որոշակի ամբարտավանություն, մեծամտություն։ Վարդապետ, իմ որդին քեզ մոտ բերի, որ համր ոգի ունի, և որտեղ որ նրան հասնում է, գետնով է տալիս նրան, և նա փրփրում է և ատամները կրճտում է և ցամաքում է, և քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան։ Մարկոս 9:22 Հիսուսն էլ նրան ասեց. այն եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին։ Ամեն բան հնարավոր է, ամեն բան հնարավոր է, ամեն բան հնարավոր է, ամեն բան նշանակում է ամեն բան։ Սրան փոխարինող այլ բառ չկա։ Ես չեմ ուզում հոմանիշներ օգտագործել։ Ես չեմ ուզում ոչ հոմանիշ օգտագործել, ոչ էլ հականիշ, այլապես այն կլինի ոչ մի բան, որովհետև ամեն բանի հականիշը ոչ մի բանն է, այսպիսով ամեն բան։ Եվ շուտով տղայի հայրը աղաղակեց և արտասուքով ասեց. հավատում եմ Տեր իմ, անհավատությանս օգնիր։ Տեր օգնիր նաև իմ անհավատությանը, որ ես չեմ կարողանում լիարժեք հավատալ քո խոսքին։ Եվ նա ասաց նրանց, ով անմիտներ և թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին, չէ որ պետք էր, որ Քրիստոս այս չարչարանքները քաշեր և իր փառքը մտներ։ Նրանք, ովքեր այստեղ են, կամ ովքեր մեզ հետևում են տնից, մտածեք, ինչ որ բան գրված է Աստվածաշնչում, բայց մենք չենք կարողանում դրան հավատալ։ Այն գրված է, բայց մենք չենք հավատում։ Հիշեք, որ Տերն ասաց, այս բաները խոսում եմ ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ եմ։ Ինչու՞, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք աշխարհում։ Բայց հետո մի դժվարություն է լինում։ Ինչու, Տեր, ինչու։ Դոկտոր Օսբորնը աշխարհի ամենամեծ քարոզիչներից մեկն էր։ Ես բախտ ունեցա անձամբ հանդիպել նրան։ Շատերդ, որ այստեղ եք, ով է ձեզանից մասնակցել 1989 թվականին դոկտոր Օսբորնի անցկացրած որևէ ժողովի։ Նրանցից մի քանիսն այստեղ են, մի քանի վետերաններ այստեղ են, դա 25 տարի առաջ էր։ Հիմա նա Աստծո փառքի մեջ է, մի այսպիսի գեղեցիկ վկայություն կա։ Նա, երբ 75 տարեկան էր, որոշեց ֆրանսերեն սովորել։ Նրան հարցրին. դոկտոր Օսբորն, դուք 75 տարեկան եք, հիմա ֆրանսերեն եք սովորում։ Նա խոսում էր անգլերեն, նաև իսպաներեն։ Նա ասաց. եթե ես մեկ հոգի փրկեմ ֆրանսերեն խոսելուց պատճառով, իմ ջանքերը արդարացված կլինեն։ Դե մենք պետք է սովորենք հոգիներ փրկել, այնպես չէ։ Ես Աստծուն խնդրել եմ, Տեր, խնդրում եմ օգնիր ինձ փափագ զգալ կորած հոգիների հանդեպ։ Ես պետք է սիրահարվեմ նրանց, որպեսզի ավետարանը քարոզեմ նրանց մեջ, որովհետև անհնար է քարոզել ավետարանը առանց սիրո։ Ես պետք է սիրահարված լինեմ նրանց։
Նա շատ էր գործում Աստծո համար եւ նույնիսկ կնոջը կորցրեց, որը հիմա երկնքում է, բայց նա քայլեց Աստծո հետ։ Նա նաեւ գրեց մի գիրք, որ կոչվում էր Ինչու, որովհետեւ մենք բոլորս ինքներս մեզ հարցնում ենք. ինչու, օրինակ, երբ ինչ-որ մեկը մահանում է, ինչու սա պատահեց։ Դա գրված է Աստվածաշնչում։ Այնտեղ գրված է. աշխարհում նեղություն կունենաք, ուրեմն կունենաք, նույնիսկ առողջության հետ կապված, կամ ձեր ընտանիքում, աշխատանքի մեջ, մենք նեղությունների կհանդիպենք։ Երբեմն դա կարող է լինել հալածանք, Սաղմոս 2:1, ինչու համար են խռովություն անում հեթանոսները եւ ազգերը ունայն մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ եւ նրա օծյալի դեմ։ Կոտրենք նրանց կապանքները եւ դեն գցենք նրանց չվանները մեզանից։ Սա տեղի է ունենում Բրազիլիայում, սա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, սա աշխարհի համակարգն է, իսկ ինչու, որովհետեւ մարդկությունը չի ուզում ապրել ըստ Աստծո պատվիրանների, հասկանում եք, նրանք ուզում են նոր տեսակի կյանք, բայց չեն ունենա, որովհետեւ Հիսուսն ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, այսպիսով կյանքի ճանապարհից դուրս դրա հակառակն է, այսինքն դուք կկորչեք, դուք կլինեք ճանապարհից դուրս, դուք ճշմարտությունը չեք ունենա, այլ կունենաք ստություն, որովհետև սատանան ստության հայրն է, եւ կունենաք մահ, կյանքի հակառակը։ Մարդիկ չեն ուզում ապրել Աստծո խոսքով, ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը եւ կմիանա իր կնոջը եւ նրանք կլինեն մեկ մարմին, բայց նրանք դեմ են սրանց։ Մարդիկ չեն ուզում ապրել Աստծո խոսքով։ Սաղմոս 2:4 երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց, այն ժամանակ նա կխոսի նրանց հետ իրան բարկությունովը եւ իրան սրտմտությունովը կշփոթացնի նրանց։ Ես օծեցի իմ թագավորին, իմ Սուրբ Սիոն սարի վրա, կպատմեմ հրամանը, Տերն ասեց ինձ, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Երբ Աստված ինքն իրեն հայտնեց Պողոսին որպես Հիսուս Քրիստոս Դամասկոս տանող ճանապարհին, նա ասաց. Սողոս, ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես, քեզ համար դժվար է ոտքով հարվածել խթանին։ Մարդկության պատմության մեջ մենք միշտ եղել են կայսրություններ, որոնք ոտքի են կանգնել Աստծո դեմ եւ Աստծո խոսքի դեմ, Աստծո կողմից սահմանված պատվիրանների դեմ։ Հիշում եք Սիրիայի թագավորին, որտեղ է նա։ Հիշում եք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, որտեղ է նա, որտեղ է հռոմեական կայսրությունը, որտեղ է Օսմանյան կայսրությունը, որտեղ է կոմունիստական կայսրությունը, բարեկամներ, որտեղ է երկաթե վարագույրը։ Դրանք այսօր փորձում են հարություն տալ այդ մեռելներին, բայց ապարդյուն, եթե դրանք հարություն առնեն, կրկին կընկնեն։ Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել, բայց մենք վախենում ենք, աշխարհի վերջն է, իհարկե վերջը գալիս է, ուզենք թե չուզենք, այսպիսով եկեք կարճենք այսօրվա պատգամից, մի վախեցեք, երբ դժվարությունները գան, Տերը ձեզ հետ է։ Այդ երեկո աշակերտները վախեցան, վայ, նա մեռած է, նա հարություն չի առել, բայց մի րոպե, նա պետք է անցներ այդ ամենի միջով։ Հաջորդ անգամ կտեսնենք, որ Հիսուսը բացեց նրանց աչքերը, թող նա բացի նաև ձեր աչքերը, ամեն։ Հիմա երգենք այդ երգը, երկու աշակերտներ Էմաուսի ճանապարհին։ Եկեք բոլորս ոտքի կանգնենք ու երգենք, քանի որ դոկտոր Սուարեսն այստեղ չէ, եկեք նրան բերենք։ Ոչ թե ուժով, բայց եկեք երգենք այս երգը այստեղ, եւ դոկտոր Սուարեսը մեզ հետ կլինի այստեղ։ Հիմա ես ուզում եմ աղոթել, կարող եմ խնդրել ոտքի կանգնել։ Փակեք ձեր աչքերը, որովհետև Աստված հրաշքներ է գործելու մեր մեջ։ Սիրելի Աստված,
երկնքի եւ երկրի արարիչ, ես քարոզեցի քո խոսքը այս մարդկանց եւ արժե որ բոլորն ընդունեն այն, այսօր ինչ որ մեկը կխոնարհվի քո առջև, կխոստովանի որ սխալ է գործել, խոսիր նրա հետ Տեր, թող Աստված խոսի ձեզ հետ, որովհետև ես քարոզում եմ, բայց Աստված է խոսում։ Որտեղ էլ որ լինեք աշխարհի ցանկացած վայրում, մոտեցեք Տիրոջը։ Գուցե դուք շատ հեռու եք ճշմարիտ Աստծուց, դուք երբևէ փնտրել եք Աստծուն, կա միայն մեկ ճշմարիտ Աստված, այլ Աստված չկա։ Խոնարհվենք նրա առջև եւ ասենք. Ես ուզում եմ ճանաչել քեզ Տեր։ Նա խոսում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անձով։ Եթե դուք չեք հրավիրել Հիսուսին, ապա հրավիրեք նրան մտնել ձեր կյանք։ Հավատացեք ձեր սրտում, որ նա մահացավ ձեր մեղքերի համար։ Հավատացեք ձեր սրտում, որ նա հարություն առավ մեռելներից եւ խնդրեք նրան փրկել ձեզ եւ նա կփրկի ձեզ։ Ասեք. Հիսուս, ես խնդրում եմ, ներիր ինձ, որտեղ ես անտեսել եմ քո խոսքը։ Եվ հիմա Տեր, ես քեզ եմ կանչում։ Եվ խնդրում եմ, որ Աստծո զորությունն իջնի եւ հիմա դիպչի խուլերին, համրերին, կույրերին, կաթվածահարվածին, բոլորին, ովքեր ունեն որևէ հիվանդություն կամ թուլություն, գլխից մինչև ոտքերը։ Տեր, հայտնիր քեզ քո զորությամբ, Տեր, ցույց տուր քեզ քո կարողությամբ։ Ես միաբանում եմ իմ հավատքը նրանց հավատքի հետ հենց հիմա։ Ես բարձրացնում եմ իմ ձայնը Աստծո իշխանությամբ։ Ես օգտագործում եմ այն զորությունը, որ Հիսուսի անունով է։ Ես չարին հրամայում եմ հեռանալ։ Ես ասում եմ ձեզ խլության, մշուշոտ տեսողության, ցանկացած խնդիր շնչառական ուղիներում, հեռացեք հենց հիմա, վիրուսային վարակներ, հեռացեք հենց հիմա, Հիսուսի անունով։ Ես պահանջում եմ, ես հրամայում եմ, որ չարիքը մարսողական համակարգում, վերարտադրողական համակարգում, քաղցկեղ, ես հրամայում եմ ձեզ հեռանալ։ Ես հրամայում եմ հոգևոր, հոգեբանական, հուզական խանգարումներին, որոնք կոչվում են դեպրեսիա, խուճապ, անհանգստություն, հեռացեք հենց հիմա։ Թող բոլոր չարիքները, որոնք գտնվում են հանգույցներում, ուռուցքներում, ճողվածքներում, անհետանան Հիսուսի անունով։ Ես ասում եմ այն չարիքին, որ խանգարում է ձեռքերի, ոտքերի, արտրիտը, արտրոզը, բուրսիտը, ռևմատիզմը, օստեոպորոզը, ջիլերի բորբոքումը, ողնաշարի շեղումը, միջողնային սկավառակի ճողվածքը, բորբոքված իշյազը, ոսկրային ցանկը, կաթվածի հետևանքները, ընկնելու հետևանքները, որոնք խանգարում են այդ մարդուն քայլել, նրանք, որ մերձավոր արևելքում են, կրկին քայլեք Հիսուսի անունով։ Ես ասում եմ չարիքին, որ հեռանա հենց հիմա, աշխարհի տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներով, հենց հիմա հեռացեք Հիսուսի անունով, կախարդության, հմայության, սև մոգության, ցանկացած գործ, ես դրանք չեղյալ եմ համարում Հիսուսի անունով։ Բարձրացրեք ձեր ձեռքերը, Հիսուս Քրիստոսը ձեզ առողջություն է տալիս, որովհետև Աստծո հետ ոչինչ անհնար չի լինի։ Ասեք շնորհակալ եմ Տեր։ Ես ստանում եմ իմ օրհնությունը, ես վերցնում եմ այն Հիսուսի անունով։ Ամեն։ Հիսուսը բարի է։ Հիմա բարեկամներ, եկեք անցնենք առաջին հարցին։ Հովիվ, սարերում արած աղոթքն ավելի արդյունավետ է։ Ոչ, այն ավելի արդյունավետ չէ, անկախ նրանից, որտեղ էլ որ լինեք։ Նույն ազդեցությունն ունի, եթե այն հիմնված է Աստծո խոսքի վրա։ Աստված ամենուր է։ Անցնենք երկրորդ հարցին։ Հովիվ, զավակը պետք է պատվի բռնարար հորը։
Նա պետք է պատվի եւ հորը եւ մորը։ Ինչու է նա բռնարար։ Դուք պետք է աղոթեք, որ այդ դևը դուրս գա, որը նրան բռնարար է դարձնում։ Հրամայեք դևին, որ թողնի ձեր հորը։ Աստծո փառքի համար դու բռնությամբ օգտագործում ես իմ հորը մեզ վնասելու համար։ Հիմա դուրս արի նրանից Հիսուսի անունով եւ այն դուրս կգա։ Եղավ։ Հիմա բացենք մեր սիրտը։ Հովիվ, երկար ժամանակ է ես լուրջ դժվարություններ ունեմ ընտանիքում։ Հայրս կախվածություն ունի ալկոհոլից եւ ասում է, որ չի կարողանում ազատվել։ Ես տառապում եմ, որովհետեւ դա ոչ միայն ամոթալի է, այլև վնասում է նրա առողջությունը։ Ես չգիտեմ, թե ինչպես օգտագործել Աստծո խոսքը նրան ազատելու համար։ Ինչ պետք է անեմ։ Ինչպես հենց նոր ասացի, դուք պետք է աղոթեք ձեր հոր հետ, որպեսզի կարողանաք դևին դուրս հանել նրա կյանքից, այնպես որ շարունակեք շրջապատել նրան հավատքով։ Սատանա իմ հայրը Հիսուսի զավակ է, ես անիծում եմ քո կախվածությունը, դև, որ ազդում ես իմ հոր վրա, ես կաթվածահար եմ անում քո գործերը, շարունակեք շրջապատել ձեր հորը հավատքով, ինչպես այսօրվա քարոզում ասացի, մենք ավելի շատ քայլում ենք տեսողությամբ, քան հավատքով։ Ես աղոթում եմ, բայց հայրս շարունակում է խմել։ Նա կործանում է իր սեփական կյանքը։ Սկսեք աղոթել նրա համար։ Հիմա տեսեք, մենք չենք ժխտում փաստերը, բայց մենք չենք հարմարվում փաստերի հետ։ Փաստերն ասում են, որ նա կախվածություն ունի։ Իսկ ինչ է գրված խոսքում, կփրկվես դու եւ քո ընտանիքը։ Հիմա բոլորս ոտքի կանգնենք, բարեկամներ, քանի որ մենք հզոր աղոթք ենք անելու մեր ընտանիքների համար։ Գիտեք, որ այսօր ըստ քաղաքային օրացույցի հավատի հանդեսի օրն է։ Դա քաղաքի եւ նահանգի օրացույցում նույնպես կա։ Այո, փառք Աստծուն։ Մենք կցանկանանք շնորհակալություն հայտնել Դեյվիդ Սոարեսին, Դանիելին եւ բոլոր նրանց, ովքեր քրտնաջան աշխատել են, որպեսզի սա տեղի ունենա եւ քաղաքում եւ նահանգում։ Հիմա ես ուզում եմ հրավիրել հովիվներին, որպեսզի վեր բարձրանան։ Նահանգային կամ տարածաշրջանային առաջնորդները կբարձրանան այստեղ, նաև բոլոր հովիվները, ովքեր գործում են մեր եկեղեցում, եւ տղամարդիկ եւ կանայք, քանի որ սա տղամարդկանց խումբ չէ, մենք ունենք տղամարդ եւ կին հովիվներ, պարզ է, այսպիսով հովիվները կարող են առաջ գալ, տարածաշրջանային առաջնորդներին խնդրում եմ բարձրանալ այստեղ եւ հովիվ Լեանդրոն կաղոթի ինձ հետ։ Անհնար է, որ բոլոր հովիվները աղոթ բարձրացնեն, բայց հովիվ Լեանդրոն մեզ հետ է արդեն երկար ժամանակ։ Նա մեր եկեղեցու գլխավոր գրասենյակի տնօրենն էր ինձանից շատ առաջ։ Այսպիսով բոլորը կարող են մասնակցել։ Ամեն։ Օ, փառք Աստծուն, այստեղ կան երիտասարդ տղամարդիկ եւ կանայք։ Նրանցից շատերը նույնիսկ չէին ծնվել, երբ ես սկսեցի քարոզել։ Դա ճիշտ է, թույլ տվեք հարցնել ձեզ, ով է այստեղ առջևում գտնվողներից ծնվել 1984 թվականից հետո, տեսնում եք, երբ ես քարոզիչ էի, դուք դեռ չէիք ծնվել, ուրեմն պետք է հանեք ձեր գլխարկներն իմ առաջին, այնպես չէ, նրանք բարձրանում են, բարձրացեք այնտեղ, քույրիկ, վետերանները մնում են բեմում, բոլորը ովքեր քարոզել են ավելի քան 30 տարի, եթե քարոզել եք գոնե 30 տարի, ապա բարձրացեք բեմ, որովհետև այստեղ տեղ չունենք բոլորի համար։ Նախ մենք աղոթելու ենք ընտանիքների համար։ Այսպիսով փակեք ձեր աչքերը եւ դրանից հետո ես խնդրելու եմ ձեզ աղոթել հովիվների համար։ Տերիմ, ես հրավիրեցի հովիվ Լեոնարդո Բերնարդեսին միանալ ինձ մեր ընտանիքների համար այս աղոթքում։ Քանի ընտանիք է ոչնչանում ալկոհոլի, թմրանյութերի պատճառով, քանի ընտանիք է կործանվում սիրելի Տեր մեղքի պատճառով, շնության, պոռնոգրաֆիայի, մարմնավաճառության, բայց քո խոսքում գրված է. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո ընտանիքը։ Oh